Առավոտյան նկատել եմ, որ ավտոմեքենայից դիմացի հատվածը ամբողջությամբ թալանվել է։ Կապոտը, շիթը եւ զույգ ֆարերը։ Վազգեն Այվազյանը նոր էր մարել մեքենայի վարկը։ Հիմա ստիպված նորը պետք է վերցնի։ Այս անգամ արդեն շուրջ 1 միլիոն դրամ, որ կարողանա թալանված մեքենան վերանորոգել։ Նորաստեղծ ընտանիքին խիստ անհրաժեշտ ավտոմեքենայի ամբողջ դիմային հատվածը լուսաբացին են թալանել, ասում է նա։ Իրենց բակում տեսախցիկներ չեն եղել, բայց դիմացի շենքինն է այդ ժամերին մարդու նմանվող օբյեկտի շարժ արձանագրել։ Վստահ է, շենքի մոտակայքի ճանապարհների ու խաչմերուկների տեսախցիկները հաստատ ֆիքսած կլինեն այդ ժամերի մեքենաների ու անցորդների շարժը։ Ոստիկանները Վազգենի զանգից հետո արագ տեղ են հասել, իսկ քննիչը 3 օր հետո։ Քննիչը 3 օր անց ժամանել է տեղ, եկել է շենքի հայատ, որտեղ արդեն ավտոմեքենան բնականաբար կայանված չէր, որ հետագա իր թալանը չշարունակեն, որտեղ ինչքան այնտեղ կանգներ, վտանգը մեծանում էր, որ ավելի շատ կթալանեին, որտեղ որպես այդպեսին պաշտպանված չի։ Վազգենն ասում է մեքենան կնորոգի, հետո գուցե վաճառի, բայց այս նույն Chevrolet Volt մագնիշի մեքենայից այլևս չի գնի, որովհետև հենց դրանք են հիմա գողերի թիրախում։ Քննչական կոմիտեում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Համացանցում գրեթե ամեն օր այսպիսի ահազանգեր են տարածվում։ Վազգենը դրանք ուսումնասիրելով հույսն իրավապահներից կտրել է։ Իսկ դատարան կդիմի։ Պատրաստականություն ունեմ, բայց հնարավորություններս միգուցե թույլ չտան, որովհետև ես չգիտեմ ինչքան դատավարությունը կտևի, ես չգիտեմ թե իրավաբանը ինչքան գումար կպահանջի դրա համար, մի խոսքով անհայտություն։ Մոտ 10 օր առաջ էլ Հարութ Սողոմոնյանի կրկին նույն մագնիշի մեքենան է նույն ձեռագրով թալանվել, այս անգամ Դավթաշենի նորակառույցներից մեկի բակում։ Նա էլ հույս չունի, թե իրավապահները կգտնեն գողին, մասնագետների հետ հաշվել են, իր վնասը ավելի քան 1 միլիոն դրամ է կազմում։ Ոստիկանին հարցրեցի, ասաց, որ 1000 հատ տեսախցիկ ենք նայել, բայց դեռ ոչ մի բան չկա, ու ընթացքում դեռ ոչ մի բան չկա։ Եթե օրինակ հենց այդ պահին գային կամ մի քիչ ավելի արագ ամեն ինչ կատարվեր, միգուցե ինչ-որ բաներ կարողանային գտնել, բայց արդեն 2 ժամ անցնել է էլի եկաբան, որ գողացողները կարողանային տանեն վաճառել։ Հատկապես Chevrolet Volt մագնիշի մեքենաների ամբողջ դիմային հատվածի գողության դեպքերը մեկը չեն, երկուսը չեն։ Facebook-ում այդպիսի մի դեպքի մասին էինք գրել։ Հարյուրավոր տուժողներ են արձագանքել։ Volt կլինի հաստատ, ոստիկանությունից հույս չկա։ Դեկտեմբերին մեր բակից գողացան իմ մեքենայինը ու մայիսին ինձ ծանուցեցին, որ կներեք, ոչինչ չենք հայտնաբերել։ 1 միլիոն 200,000 դրամ կազմեց ամբողջ վնասը։ Ու նաև ամբողջ խնդիրն այն է, որ եթե պետք է գնես պահեստամասը, փաստացի շատ դեպքերում գնում ես ուրիշ մեքենայի գողացված ապրանքը, չիմանալով դրա մասին։ Իմ մեքենայից 4 անգամ հայելի են տարել, 4 անգամ ոստիկանություն եմ կանչել, կամերայի վիդեո տվել, նկար տվել, պարզ երևացող դեմքով։ Իտոգում գարաժ եմ վարձել ու հանգիստ ապրում եմ։ Հայելիներն էլ պրինցիպիալ դրսից են բերել ու մի քանի զույգով, որ իմը կամ ուրիշից գողացածը չվաճառեն։ Այս հարցին ես մի լուծում եմ տեսնում։ Պետքա բոլոր պահեստամասերի վաճառողներից պահանջեն ծագման աղբյուր, անգամ ամենափոքր դետալի համար։ Ով չունենա, արգրավեն ու կասկածեն գողության մեջ։ Մայիսին էլ իմ մեքենայից էին գողություն արել։ Մինչև հիմա ոստիկանությունից ոչ մի նորություն չկա, հույս էլ չունեմ, որ կլինի։ Տեսախցիկ ու լույս եմ տեղադրել։ Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում 2 անգամ մտել են մեր բակ, լույսն ու տեսախցիկը տեսել են, գնացել։ Բայց նույն օրը կողքի շենքի մեքենայից հայելիներ էին գողացել։ Հետո իմացանք, որ նույն օրը 60 մեքենայից գողություն է եղել։ Երբ իմ մեքենայի հայելիները գողացան, դիմեցի ոստիկանություն։ Օրը ցերեկով ժամը 1-ին սուպերմարկետի եւ բանկի դիմաց 4 հատ տեսախցիկ միայն ես հաշվեցի մոտակայքում։ Եկան, արձանագրեցին, փորձագետ եկավ, մատնահետք եւ այլն։ 1 ամսից զանգեցին, գնացի։ Ասացին, որ բռնել են, բաց են թողել, քանի որ ոչ նշանակալի գողություն է, ավտոյի մեջ չի մտել եւ այլն։ Տվեցին գործի այն մասը, որով եթե ուզում եմ փոխհատուցում ստանալ, դիմեմ դատարան։ Նաև գողի տվյալները։ Ոստիկանությունից հերքում են տուժողների կասկածները, թե իրենք համագործակցում են գողերի այդ խմբերի հետ կամ լավ գիտեն, թե նրանք ովքեր են։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Գեորգի Խաչատրյանն Ազատությանն ասաց, առաջին օղակն իրենք են։ Մարդիկ դիմում են գողոնը վերադարձնելու ակնկալիքով, բայց չգիտեն, որ ոստիկանությանն այդպիսի իրավունքներ վերապահված չեն։ Ոստիկանության գործառույթները սկսվում եւ ավարտվում են հանցագործություն կատարած անձին հայտնաբերելով եւ դեպի պատասխանատվության տանելուն ուղղված գործողություններով։
Հետևաբար, երբ նույնիսկ հանցագործության դեպքը բացահայտվում է, սակայն քաղաքացին իրենից գողացված պահեստամասը չի ստանում իդ, բնականաբար ինչ որ առումով ոստիկանությունից կամ այլ իրավապահ մարմիններից բավարարված չի մնում։ Խաչատրյանն ասում է, ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող կետերի սեփականատերերին իրենք զգուշացնում են, եթե վաճառքի համար ընդունեն պահեստամասեր, անպայման վաճառողի անձնագրի պատճենն ունենան։ Հակառակ դեպքում, եթե պարզվի, որ համագործակցում են գողերի հետ, կպատժվեն։ Բնակիչներին էլ խորհուրդ են տալիս մեքենաները կայանել այնտեղ, որտեղ լուսավոր է, տեսախցիկներ կան կամ ավտոտնակներում։ Ու քանի որ մեքենաների գողության դեպքերը կանգ չեն առնում, ոստիկանության առաջարկով այս տարվա հուլիսին օրենքում փոփոխություն է արվել։ Նախկին 2 տարվա ազատազրկումը դարձվել է մինչև 5 տարի։ Ոստիկանությունը հաճախ նաև կրկնահանցագործների հետ է գործ ունենում։ Գողերի այս խմբերն առհասարակ մեծ չեն։ Մենք բացահայտել ենք 202 դեպք, որից 33-ը ընդամենը 2 հոգանոց մեկ խումբ է։ Իդեպ, ոստիկանության վերջերս տարածած ռեպորտաժում հայտնաբերված անձը պատժվել է տնային կալանքով։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանն ասում է, ոստիկանության գրեթե բոլոր ղեկավարների հետ հանդիպումներում միշտ լսում է, եթե անգամ իրենք գտնում են գողերին, հետո այդ գործերը մեծ մասամբ կարճվում են, իսկ դատարաններն ամենամեղմ պատիժն են ընտրում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով միայն անցած տարի գողությունների քրեական 1149 վարույթ է կարճվել։ Իսկ Վրաստանի գործընկերները Տիգրանին պատմել են, թե ինչպես է երկիրն այս խնդիրը լուծել։ Որտեղ որ պահեստամասեր է վաճառում, դա կլինի սոցհարթակներ, թե խանութներ, եթե հարկային ստուգումների ժամանակ կամ պարբերաբար ոստիկանության ուսումնասիրությունների ժամանակ պարզվի, որ իրանք ունեն պահեստամասեր, որոնց մասով չունեն համապատասխան փաստաթուղթ, այդ մարդիկ կալանքի կենթարկվեն եւ դրանով արգելվել է անփաստաթուղթ, առանց հիմնավորված փաստաթուղթ ունեցող պահեստամասերի վաճառքը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրվել է ավտոգողության 1443 դեպք, բացահայտվել 318-ը, 644-ը միայն կողային հայելիների դեպքեր են։ Սրանցից 158-ն է բացահայտվել։ Ամենաքիչ բացահայտումները համարանիշների դեպքում է, 95-ից միայն 6-ն է բացահայտվել։ Իսկ այլ ավտոմասերի գողության 678 դեպքից 147-ի հեղինակներն են հայտնաբերվել։ Ոստիկաններն ասում են, առավել դժվար են բացահայտում հատկապես այն դեպքերը, երբ գողը տելեգրամով է գողոնը վաճառում։ Փաստացի, եթե գործը ոստիկանությունից հասնի քննչական, այնտեղ չկարճվի ու դատարան ուղարկվի, այս դեպքում միայն տուժողը կարող է փոխհատուցում պահանջել։ Իդեպ, եվրոպական շատ երկրներում ապահովագրական ընկերություններն են այսպիսի դեպքերում փոխհատուցում վարորդներին։ Գործն իրավապահներին չի էլ հասնում, իսկ Հայաստանում, ըստ տուժած վարորդների, այդպիսի ապահովագրության փաթեթն անիրատեսական թանկ արժե։ Սովորականներն էլ միայն վթարների դեպքում են փոխհատուցում տրամադրում։